մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը։ Վերջին օրերին կառավարության եւ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են։ Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին եկեղեցու դեմ սկսած արշավի համար։ Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահները օպերատիվ գործողություններ սկսեցին։ Հունիսի 18-ին ժամը 2:40-ի սահմաններում Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին ու հավելել. Ինչ կանել փորձեն, սևացնեն, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ։ Արձագանքելով Կարապետյանի խոսքերին Փաշինյանը գրառում արեց հեծի ազգայնացման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի, պետականացվի։ Կարապետյանը հայտարարել է, որ չի հրաժարվի իր սկզբունքներից ու արժեքներից։ Հունիսի 18-ի առավոտյան հայտնի դարձավ, որ վարչապետի որոշման պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Հրապարակումների համաձայն ԱԱԾ-ն չի միացել ոստիկանության գործողություններին, ինչը դարձել է Աբազյանի պաշտոնանկության պատճառը։